Ժամը 13-ն է, Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուզ լրատվականը մեկնարկում է իր աշխատանքը «Մենք աշխատում ենք» հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Մեր հարևան Վրաստանում ներքաղաքական լարվածությունը ծայրաստիճան սրվել է։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեղադրել է ընդդիմությանը պետական հեղաշրջման միջոցով կառավարությունը տապալելու փորձի մեջ եւ խոստացել է շարունակել ճնշել այլախոհությունը ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ իշխող կուսակցությունը հաղթանակ է տարել տեղական ընտրություններում։ Հաշվի առնելով ընտրությունների ցածր մասնակցությունը, ընդդիմության զգալի մասը բոյկոտել է քվեարկությունը եւ կազմակերպել բողոքի զանգվածային ցույց ընդդեմ իրենց խոսքով կառավարության ճնշող քաղաքականության եւ Վրաստանի, Ռուսաստանի ուղեծիր մտնելու ընթացքի։ Ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, նրանցից ոմանք փորձել են գրոհել Օրբելյանի նախագահական պալատը, ցուցարարները պահանջել են Կոբախիձեի հրաժարականը, Եվրոպայի հետ մերձեցում եւ Ռուսաստանից քաղաքական անջատում, նրանք բախվել են կոշտ դիմադրության։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ ջոկատայիններ, ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ նախագահական պալատ ներխուժելու փորձ կատարած ամբոխը ցրելու համար։ Ընդդիմության 5 ամենաակտիվ քաղաքական գործիչներ ձերբակալվել են, նրանց սպառնում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Շաբաթ օրը Կոբախիձեի վրացական երազանք կուսակցությունը հաղթանակ է տարել երկրի բոլոր մունիցիպալիտետներում կայացած տեղական ընտրություններում։ Երկու հիմնական ընդդիմադիր դաշինքների 8 կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները։ Շաբաթ օրվանից Վրաստանում բողոքի ցույցեր են, Կիրակի օրը կայացած ասուլիսում Կոբախիձեն վերջին ցույցը որակել է իր կառավարությունը տապալելու բազմամսյա փորձերի գագաթնակետ ու խոստացել ամբողջությամբ չեզոքացնել օտարերկրյա գործակալներին։ Նա մեղադրել է Եվրամիության պաշտոնյաներին եւ դիվանագետներին հակակառավարական բողոքներին աջակցությամբ երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։ Եվրամիության դիվանագիտական ծառայությունը Կիրակի օրը հայտարարություն է տարածել, նշելով, որ միությունը վճռականորեն մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի դեմ ուղղված ապատեղեկատվությունը։ Կայա Կալլասի ստորագրած հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ վրացական երազանքի ճնշող քաղաքականությունը կտրուկ կրճատել է մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Կալլասը կոչ է արել ազատ արձակել ձերբակալվածներին։ Հայաստանի արտգործնախարար Շարարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու արդիվ, անհամբեր սպասում է մեր արդյունավետ երկխոսության շարունակությանը եւ ռազմավարական գործընկերության խորացման ուղղված մեր համատեղ աշխատանքին, գրել է Միրզոյանը։ Ավելի վաղ Ժան-Նոել Բարոն X-ի իր միկրոբլոգում գրառում էր արել, շեշտելով, որ իր համար պատիվ է շարունակել աշխատանքը որպես Ֆրանսիայի դիվանագիտության ղեկավար։ Կառավարության կազմի հրապարակումից ժամեր անց հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լկորնյուն, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։ Լկորնյուն Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետի 5-րդ վարչապետն էր, ընդամենը 2 տարվա ընթացքում նա պաշտոնավարել է ընդամենը 27 օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում մի րոպե մի բան ասեմ 1 խորագրով գրառում է արել, պատմելով Կոպենհագենի գագաթնաժողովում ներկայացված մի զեկույցի մասին։ Ըստ Փաշինյանի, մասնակից երկրներից մեկի ղեկավարը ներկայացրել է, որ իր երկրում ապատեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառողները հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով, պարզելու թե որ ոլորտների ինֆորմացիան հանրության վրա նեգատիվ ազդեցություն կունենա, նրանց տրամադրելով պետության եւ կառավարության դեմ։ Պարզվել է, որ դրանք 4 ոլորտներն են, առաջինը ազգայնությունը կամ ազգայինությունը, երկրորդը եկեղեցին, երրորդը առողջապահությունը եւ դրա այլընտրանքային մեթոդները եւ չորրորդը դավադրությունները։ Ինձ թվում է պարզ է, թե առակս ինչ է ցուցանում եւ հաջորդ հետեւությունն այն է, որ մեր հանրությունը այնուամենայնիվ շատ հարցերով շատ չի տարբերվում եվրոպական շատ հանրություններից։ Լուրերը, որ Երևանում ամռան ամիսներին եւ աշնան սկզբին օդի որակը չափազանց վատն է, իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է Երևանի քաղաքապետը, հավելելով ապացույցը քաղաքում տեղադրված 166 սարքերն են։ Ըստ այդ սարքերի օգոստոսին օդի որակի վերաբերյալ PM2.5 ցուցանիշը կազմել է 65, ինչը աղտոտվածության նվազագույն չափանիշն է։ Տիգրան Ավինյանի խոսքով այնուամենայնիվ օդի որակի հետ կապված խնդիրները կսկսեն նոյեմբերին եւ այդ առումով անելիքներ կան։ Վիզուալ առումով վստահաբար շատ տեղեր մենք տեսնում ենք, որ շինարարությունը որոշ չափով խնդիրներ բերում է եւ որոշ կետային խնդիրներ վստահաբար ունենք եւ այս մասին ես ասացի հետեւապես մենք դեկտեմբեր ամսին հավաքանում էր որոշումները այնպես են կառուցելու, որ կառուցապատողները, ովքեր որ խախտում են
ավականու կողմից սահմանված փոշու ցանցերի կահավորման որևէ տեսակի աղտոտում են բերում ընդհանուր քաղաքին, իրենք իրապես խստորեն պատժվելու են։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին ժամանել է Սանկտ Պետերբուրգ Կասպից ծովի երկրների ռազմածովային հրամանատարների հանդիպմանը մասնակցելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Իր հերթին Իրանի պետական հեռարձակողը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում նա բանակցություններ կվարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ռազմածովային ուժերի հրամանատարների հետ, ինչպես նաև կայցելի Ֆինլանդիայի ծոցում գտնվող մի քանի ռազմածովային բազաներ։ Իսրայելը և Համասը պատրաստվում են Կահիրեում սկսել բանակցություններ Վաշինգտոնի առաջարկած պլանի շուրջ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու և անկլավում մնացած պատանդներին ազատելու վերաբերյալ։ Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ Համասի առաջնորդ Խալիլ Ալ-Հայայի գլխավորությամբ պաշտոնյաների պատվիրակությունն արդեն Եգիպտոսում է։ Իսրայելի ռազմավարական հարցերի նախարար Ռոն Դերմերի գլխավորած պատվիրակությունը նույնպես մեկնել է Եգիպտոս նախօրեին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր կողմերին արագորեն առաջ շարժվել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Associated Press-ը հայտնում է, որ բանակցություններին կմիանա նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Հիշեցնեմ, որ վաղը հոկտեմբերի 7-ին լրանում է 2 տարին Համասի Իսրայելի հարավում իրականացրած հարձակումից։ Այն ժամանակ զոհվել էր 1200 մարդ, վերցվել 251 պատանդ։ Ի պատասխան Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել Համասի դեմ։ Զոհվել է 67,000 պաղեստինցի, իսրայելցիներից 1152 զինվոր։ Համասի գերության մեջ է մնում 48 պատանդ, որոնցից մոտ 20-ը ենթադրաբար դեռ ողջ են։ Միջազգային լրահոսին հետևում է իմ գործընկեր Դավիթ Քենջոյանը։ Ռուսաստանը գիշերը իրականացրել է զանգվածային հարձակում Ուկրաինայի վրա 50-ից ավել հրթիռներով և 500 անօդաչու սարքերով, ինչը հանգեցրել է քաղաքացիական ենթակառուցվածքների, ներառյալ էներգետիկ օբյեկտների ավերման կամ վնասման։ Լվովի մարզում զոհվել է 5 մարդ, քաղաքի մի շարք հատվածներ մնացել են առանց հոսանքի, բռնկվել են հրդեհներ, իսկ Զապորոժիայում 1 զոհ, 9 վիրավոր և 73000 բնակիչ առանց լույսի։ Նախագահ Զելենսկին քննադատել է դաշնակիցներին անբավարար արձագանքի համար։ Ռուսաստանը իր հերթին պնդել է, որ հարվածները ուղղված են եղել ռազմաարդյունաբերական նշանակետերին։ Նիժնի Նովգորոդի մարզում ուկրաինական անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով 1 մարդ է վիրավորվել, վնասվել են տներ։ Ռուսական կողմը հայտնել է 251 ուկրաինական դրոնների ոչնչացման մասին, այդ թվում Մոսկվայի ուղղությամբ, իսկ Բելգորոդում հարվածների պատճառով 40000 մարդ է մնացել առանց լույսի։ Գազայի հատվածում պաղեստինցիների զոհերի թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 67139-ի, ևս 169583 մարդ վիրավորվել է Համաս-Իսրայել հակամարտության հետևանքով, հայտնել են Գազայի առողջապահական մարմինները։ Իսրայելի ռազմական գործողությունները վերջին 24 ժամում խլել են 65 պաղեստինցու կյանք և վիրավորել 153-ին։ Մինչդեռ սովից և թերսնուցումից մահացության դեպքերը հասել են 460-ի, այդ թվում 154 երեխա։ Դոնալդ Թրամփը հրապարակել է 20 կետից բաղկացած ծրագիր, ուղղված Գազայում կռիվները դադարեցնելուն և պատանդների ազատմանը, սակայն Իսրայելը շարունակում է ռմբակոծությունները, չնայած Համասը համաձայնել է ծրագրի կետերի մեծ մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է ծովի տիտաններ նավատորմի մեծարում միջոցառմանը, նշելով Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 250-ամյակը։ Ավիակիր նավի վրա միջոցառմանը նրան ուղեկցել է առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Նախագահը հայտարարել է, որ շաբաթ երեկոյան ամերիկյան ուժերը Վենեսուելայի ափերի մոտ խոցել են թմրանյութեր տեղափոխող ևս մեկ նավ, և այժմ Միացյալ Նահանգները կսկսի հետևել ցամաքային թմրանյութի թրաֆիկին, քանի որ ծովային ուղիներով տեղափոխումը նվազել է։ Նա նաև հաստատել է, որ 2026 թվականին Սպիտակ տանը կկայանա UFC առանց կանոնների մենամարտ, ինչը ներկաները ծափողջուներով են ընդունել։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան այցելել է Դամասկոսի ընտրատեղամաս, որտեղ ընտրական կոլեգիաները քվեարկել էին նոր խորհրդարանի համար, նշանավորելով անցումը Բաշար Ալ-Ասադի ռեժիմից։ Շարան, որը իշխանության է եկել Ասադի տապալումից հետո, ընդգծել է, որ Սիրիայի վերակառուցումը համընդհանուր խնդիր է։ Անուղղակի ընտրությունները կորոշեն խորհրդարանի 210 տեղերից 2/3-ը, 1/3-ը կնշանակի Շարան։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է Չոյհոն ռազմանավ ռազմական ցուցահանդեսի ժամանակ, որը սկսվել է հոկտեմբերի 4-ին, նվիրված Կորեայի բանվորական կուսակցության 80-ամյակին։ Պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Կիմը կոչ է արել նավատորմին պատրաստ լինել վճռականորեն հակազդելու և պատժելու թշնամու սադրանքները։ Լաոսի նախագահ Թոնգլում Սիսոուլիթը և Վիետնամի կոմունիստական կուսակցության ղեկավար Տո Լամը նույնպես նախատեսում են այցելել Հյուսիսային Կորեա տոնակատարություններին մասնակցելու համար։
Թունիսի 10 ակտիվիստներ, որոնց Իսրայելը կալանավորել էր Գազա օգնություն հասցնելու նավատորմին մասնակցելու համար, վերադարձվել են հայրենիք։ Իսրայելը խափանելով Գազա օգնություն տեղափոխող նավատորմը կալանավորել էր 450-ից ավելի ակտիվիստ, որոնցից առնվազն 170-ը վտարվել են, չնայած վատ վերաբերմունքի մեղադրանքներին։ Գազայի նավատորմի որոշ ակտիվիստներ ժամանել են նաև Մադրիդ, Թել Ավիվից վերադառնալով, որտեղ նրանց դիմավորել են ծափերով։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Երևանում երկրորդ անգամ անցկացվող գիտության շաբաթ շարքը հավակնում է վերածվել ավանդականի։ Այս տարի միջոցառումների շարքը կրում է զարգացնել գիտությամբ կարգախոսը։ Շարքի հիմնական իրադարձությունը գիտության փառատոնն է, որը ամփոփվել է 3 հոկտեմբերի 5-ին։ Կազմակերպիչների նպատակն է գիտությունն ավելի մոտ ու հասկանալի դարձնել յուրաքանչյուրի համար, ցույց տալ նրա կիրառական նշանակությունը, ինչպես նաև ոգեշնչել սովորողներին դառնալ գիտնականներ։ Այցելուները գիտափորձերի, խաղերի եւ հանդիպումների միջոցով անմիջականորեն ծանոթանում են գիտական ու տեխնոլոգիական ձեռքբերումներին։ Նման մի փորձ ձեռնարկել է իմ գործընկեր Մոնիկա Հայրոյանը։ Երևանում գիտության շաբաթ է, որը նոր բացահայտումների սկիզբ կդառնա յուրաքանչյուրի համար։ Հարցեր տալու, պատասխաններ փնտրելու եւ անհնարինը հնարավոր դարձնելու ժամանակն է եկել։ Հայաստանի բուհերի ուսանողները մեկ շաբաթ ունեն իրենց նախագծերը ներկայացնելու համար։ Դա անում են մեծ ոգևորությամբ եւ առանց հոգնելու։ Մենք ուսումնասիրում ենք ջրային ռեսուրսները, ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը, այսինքն հողերի հետ կապված ուսումնասիրությունները նույնպես իրականացնում ենք։ Արարատյան դաշտում հիմա աղակալված հողատարածքները շատ են եւ հիմնական մեր թիրախը այդ ուսումնասիրություններն են։ Ուսումնասիրում ենք աղակալվածության հիմնախնդիրը եւ որպես օբյեկտ ընտրել ենք կարինու ցորենը, որովհետեւ մշակաբույսերից հիմնականում դրանք են Հայաստանում ամենաշատ մշակվողները։ Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները ներկայացնելով իրենց նախագծերը կատակում են, երբ գիտես ֆիզիկա դժվար է հրաշքների հավատալ, բայց իրենք այցելուների համար արդեն հրաշագործներ են։ Մենք հոսանք ենք անցկացնում իր միջով, այս լարերով սկսում է հոսալ մեծ հոսանքի ուժով, բայց լարվածությամբ փոքր հոսանք, որը ստեղծում է դաշտ ու այս արդեն մեր ունեցած հաղորդալարով կարելի ասել, անցնում է, ստեղծում է էլի հոսանք, անցկացնում է հոսանք, որի լարումը ավելի մեծ է, բայց հոսանքի ուժն է փոքր։ Այս էլ իր շուրջը ստեղծում է էլի դաշտ, որի շնորհիվ մենք այսենց հեռավորության վրա կարանք գազային լամպ։ Գիտության շաբաթվա կրտսեր մասնակիցներն էլ հասցրին զարմացնել այցելուներին, որպես կանոն նրանց տաղավարները ունկնդիրների պակաս չեն ունենում։ Էսի առողջ լյարդի բջիջներն են, էսի հիվանդ լյարդի ցիրոզ։ Էս այդ երկու բույսերից ստացած փոշիներն են։ Արնետա։ Ուրեմն ներքին օրգաններն են։ Էսի իրեն ներքին օրգաններ են, էսի իքական սեռի բանն է, այսինքն որ ինքը աղջիկ է, էս էլ արական, այսինքն որ տղա է։ Օրգան համակարգի կառուցվածքը ավելի նման է մարդկանց, դրա համար են կոնկրետ հենց արնետի վրա փորձել են։ Շատ ուսանողների համար գիտության շաբաթը սեփական հեղինակային նախագծերը ներկայացնելու հնարավորություն է։ 3 դեպի չեմ հավաքել, անձնական պրոյեկտ է, տնց ուղղակի հավես էր փորձ ձեռք բերել այս սֆերայում։ Գիտության փառատոնը բաղկացած է թեմատիկ 3 մասից։ Առաջին մասը անցկացվել է հոկտեմբերի 1-ից 2-ը, գիտությունն ամենուրեք է խորագրով, երկրորդը հոկտեմբերի 3-ից 4-ը, մասնագիտական կողմնորոշում թեմայով, իսկ երրորդ մասը կրում է գիտական ֆանտաստիկա խորագիրը եւ կանցկացվի հոկտեմբերի 5-ից 6-ը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի կրկնակի չեմպիոն 22-ամյա Գոր Սահակյանը պոկում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ, սակայն հրում վարժությունում չի կարողացել բարձրացնել պատվիրած քաշը, 3 մոտեցումն էլ ձախողել եւ երկամարտում արդյունք չի գրանցել։ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցում է 7 մարզիկով։ Շախմատի Եվրոպայի առաջնությունը Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակով են սկսել։ Տղաների հավաքականը դժվարին պայքարում 2.5-1.5 հաշվով գերազանցել է Լիտվայի ընտրանուն, աղջիկների թիմը նույնպես տանր պայքարից հետո նույն նվազագույն հաշվով հաղթել է Էստոնիայի հավաքականին։ Այսքան այս ժամի համար, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։